Շաքարային դիաբետի մասին բոլորս լսել ենք, սակայն կան հարցեր, որոնց պատասխանները քչերը գիտեն։ Սիմպտոմները հիմնականում դա երեխայի թուլություն, բերանի չորություն, հաճախ միզելը, զուգարյան գնալը եւ քաշի նվազումը։ Որոնք են հղիների մոտ շաքարային դիաբետի զարգացման պատճառները, գեստացիոն դիաբետից խոսենք։ Մարդիկ, ինչպես նշեցի, քիչ են շարժվում, շատ են ուտում։ Կալորիաները միշտ չարաշահում են եւ այդպես ճարպակալած վիճակում գնում են հղիության, հղիանում են եւ արդեն գեստացիոն դիաբետը զարգանում է։ Ինչու ավելորդ քաշ, ճարպակալում, շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ հաճախակի հանդիպում են քնի խանգարումներ եւ կարող է արդյոք քնի պակասը բարձրացնել արյան շաքարը։ Խանգարված քունը օրգանիզմի համար մեծ ստրես է եւ այդ ստրեսն էլ բերում է շաքարի թվերի բարձրացման։ Միֆ չէ, որ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ բավական հաճախ հանդիպում է վիտամինային դեֆիցիտ։ Ինչու՞։ Դա միֆ չէ, դա իրականություն է։ Շաքարը դա դինամիկ եւ ամբողջ կյանքը ուղեկցող հիվանդություն է եւ մենք պետք է տիրոջ նման, ինչպես Տերը իր շանը պետք է սանձի ու միշտ սանձած պահի, այդպես էլ դիաբետիկը իր դիաբետին այսպես սանձը վերցնում է ձեռքը եւ երբեք պետք է բաց չթողնի։ Ինչու՞։ Դուք դիտում եք միֆերը առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Շաքարային դիաբետի մասին բոլորս լսել ենք, սակայն կան հարցեր, որոնց պատասխանները քչերը գիտեն։ Օրինակ, ինչն է նպաստում շաքարային դիաբետի զարգացմանը, ինչից պետք է զգուշանան ծնողները, ինչու դեղերը չեն օգնում եւ ինչու է վիտամինային դեֆիցիտ առաջանում դիաբետիկների մոտ։ Այս հարցերին եւ ոչ միայն կպատասխանի էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը, բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Մեր նախորդ հաղորդումից ստացել ենք բազմաթիվ հարցեր, փորձենք պատասխանել մեր հետևորդներին։ Նախ ամենասկզբում ասենք, թե ինչն է նպաստում շաքարային դիաբետի զարգացմանը, ինչու են թվերն աճում, այդ թվում երեխաների մոտ։ Ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, շաքարային դիաբետի զարգացման հիմնական ռիսկի գործոնը դա ճարպակալումն է։ Իսկ ճարպակալմանը բերում է քիչ ակտիվությունը, ֆիզիկական քիչ շարժումը, ինչը այսօր դիտվում է գրեթե բոլորի մոտ, եւ ավելորդ սնունդը։ Իսկ երեխաների մոտ հիմնականում, քանի որ առաջին տիպը աուտոիմուն հիվանդություն է, աուտոիմուն հիվանդությունների զարգացումը ամբողջ աշխարհում, ինչը կարող է կապված լինել ավելորդ քիմիական պրեպարատների, քիմիան կենցաղում, այսպես ասած, դրա հետ, սննդի վատ որակի հետ, միգուցե եւ ստրեսների հետ, բազմագործոն է, մեկ պատճառ չունի։ Շաքարային դիաբետը երեխաների մոտ ինչ ախտանշանների պետք է ծնողները ուշադրություն դարձնեն։ Շաքարային դիաբետը երեխաների մոտ, այո, ինչպես դուք նշեցիք, նույնպես հաճախացել է։ Այո, պատճառները ասեցինք, իսկ սիմպտոմները հիմնականում դա երեխայի թուլություն, բերանի չորություն, հաճախ միզելը, զուգարյան գնալը եւ քաշի նվազումը։ Այսպիսի գանգատների առկայության դեպքում անմիջապես պետք է անել գլյուկոմետրիա, որը այսօր շատ հասանելի է։ Շատերի տներում, եթե չէ, գոնե հարևանների տներում հաստատ այդ ապարատը կա գլյուկոզան չափելու։ Պետք է անպայման դա շղթել։ Որքան պետք է լինի շաքարը։ Շաքարը նորմայում մատից 5-6 մմ լիտր, եթե դրանից բարձր է, սա առավոտյան թվի մասին է խոսքը, արդեն պետք է անհանգստանալ եւ արդեն նախադիաբետ կամ դիաբետ դիագնոզը դնել, իսկ կեսօրին ուտելուց 2 ժամ հետո 7-6-ից ոչ ավել։ Երեխաների մոտ ավելի հաճախ նկատվում է շաքարային դիաբետի առաջին տիպը, թե երկրորդ։ Առաջ մենք գիտեինք, որ երեխաների մոտ միայն առաջին տիպն է, որովհետև այո, հիմնականում առաջին տիպն է, բայց վերջին տարիների հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև ճարպակալումը դիտվում է նաև երեխաների մոտ։ Այդ առումով պետք է հաշվի առնենք, որ երեխաների մոտ հատկապես ճարպակալած նույնպես կարող է լինել երկրորդ տիպ, բայց 90% դեպքերում, անգամ 95 երեխաների մոտ առաջին տիպի շաքարային դիաբետ է զարգանում։ Իսկ որոնք են հղիների մոտ շաքարային դիաբետի զարգացման պատճառները, գեստացիոն դիաբետից խոսենք, որը նույնպես ցավոք սրտի տարածված է։ Այո, իմ կարծիքով գեստացիոն դիաբետը այսօր դարել է դարի չարիք, ինչպես շաքարային դիաբետը, որովհետև մարդիկ, ինչպես նշեցի, քիչ են շարժվում, շատ են ուտում։ Կալորիաները միշտ չարաշահում են եւ այդպես ճարպակալած վիճակում գնում են հղիության, հղիանում են եւ արդեն գեստացիոն դիաբետը զարգանում է։ Նախ պետք է հասկանանք ինչ է գեստացիոն դիաբետը։ Եթե սովորական ոչ հղի մարդկանց մոտ շաքարի մակարդակը պետք է լինի մինչեւ 5.5, իսկ երակային արյան մեջ 6-4 մլ, ապա հղիների մոտ այս ցուցանիշը շատ ավելի խիստ է։ Առավոտյան շաքարը պետք է լինի 5.1 մլ-ից ցածր։
Եթե ունենք անգամ 1 ցուցանիշ 5.1 մմլ առավոտյան սոված, իսկ ուտելուց 2 ժամ հետո 7-8, արդեն դրվում է այդ դիագնոզը։ Իսկ ինչով է դա վտանգավոր, որ նախ երեխայի մոտ կարող է լինել քաշի ավելացում, պտղի մոտի նկատի ունեմ, գերջրություն, որոշակի զարգացման դեֆեկտներ, բայց սա ավելի շատ կարմիր ազդանշան է, կարմիր լույս է, որ տվյալ պացիենտը, տվյալ հղին հետագայում լուրջ ռիսկի գործոն ունի շաքարային դիաբետ զարգացնելու։ Եվ դրա համար հորդորում ենք եւ հղիության ընթացքում պահել դիետոթերապիա, փորձել քաշ չավելացնել, իսկ երեխան ունենալուց անմիջապես հետո ակտիվ զբաղվել քաշի նվազմամբ։ Ձեր խորհուրդը Դա բուժման մոտեցումը հետևյալն է, այսօր ընդունված պրոտոկոլային բուժման առաջինը դիետոթերապիա հղիների մոտ եւ քալքը, ֆիզիկական ակտիվությունը դա հիմնականում օգնում է։ Եթե չի օգնում, երկրորդ этаպում անում ենք ինսուլինոթերապիա։ Որոշ երկրներում հաբերել են կիրառում, բայց մեր Հայաստանի Հանրապետությունում առայժմ պրոտոկոլների մեջ դա չի մտել, մենք առայժմ դիետա եւ ինսուլինոթերապիա ենք անում եւ շատ լավ արդյունքներ են լինում, ծնվում են փոքր քաշով երեխաներ, հղիները չեն շարունակում քաշ ավելացնել, իսկ ազատվելուց հետո ակտիվ զբաղվում ենք նրանց քաշի նվազման ծրագրերով։ Ինչու է ավելորդ քաշը դառնում շաքարային դիաբետի պատճառ եւ ոչ միայն առողջական, այլ ինչ խնդիրներ կարող է առաջացնել բժշկուհին։ Այնքան հետաքրքիր է, ես արդեն 20 տարի բժշկության մեջ եմ եւ արմատապես փոխվել է մոտեցումը ցանկացած հիվանդի նկատմամբ։ Այն ժամանակ մենք բուժում էինք շաքարային դիաբետը, երբ որ այն արդեն առաջանում էր։ Հիմա բոլոր բժիշկները փորձում են դա կանխել։ Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք կանխարգելիչ բժշկությամբ, իսկ քաշի ավելացումը բոլորս գիտենք ուղիղ պատճառը։ Ինչու՞։ Որովհետև երբ որ քաշը ավելանում է, ենթաստամոքսային գիղձի վրա շատ մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում, որ ավելի շատ ինսուլին արտադրվի, որպեսզի կարողանա գլյուկոզայի մակարդակը պահել նորմայի մեջ։ Ինչքան ճարպակալում է, այնքան ինսուլինի մակարդակը ավելանում է, պահանջը ավելանում է եւ մի օր ուղակի ենթաստամոքսային գեղձը չի հերիքացնում, ճղվում է, այսպես ասած, եւ արդեն այդ խախտվում է այդ մեխանիզմը ադապտացիոն եւ դիաբետը ի հայտ է գալի։ Վաղ թե ուշ ճարպակալում ունեցող մարդկանց ճարպակալված պացիենտի մարդու անհատի որ նայում ես դու գիտես որ եթե այսօր չէ ապա վաղը նա կունենա եւ հետաքրքիր բան որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս որ դիաբետ այսօր չի սկսում նա սկսում է այսօրվանից 10 տարի առաջ 10 տարի առաջ արդեն մարդը գնում է դեպի դիաբետը դա մեկ օրվա հիվանդություն չէ դա դինամիկ process է եւ մենք փորձում ենք այդ դինամիկ process-ը սկսել հենց սկզբից այդ օղակը խախտել ավտոբնական process-ի ու եթե իհարկե հիվանդը լսում է մեզ եւ վերաբերվում է գիտակից մենք փորձում ենք կանխել եւ դա ստացվում է եթե չի լսում 1 տարի 2 տարի հետո գալիս է արդեն շաքարային դիաբետով նեղացած մեզնից եւ ամբողջ կյանքից որ ամեն դեպքում դա տեղի ունեցավ լավ կլինի ժամանակին դիմել բժշկի հետագա բարդություններից խուսափելու համար եւ շարունակելով ասենք ինչու ավելորդ քաշ ճարպակալում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ հաճախակի հանդիպում են քնի խանգարումներ եւ կարող է արդյոք քնի պակասը բարձրացնել արյան շաքարը Նախ ունենք այսպիսի համախտանիշ, գիտեք երևի քնի ապնոե սինդրոմ։ Այո։ Դա երբ որ քնած ժամանակ մարդը վեր է կենում եւ շնչահեղձերին, ուղղակի չի կարողանում։ Պատճառները շատ են, մի քանիսն են։ Առաջինը դա կարճ շնչափողն է, կարող է լինել նաեւ վահանաձև գեղձի խանգարումները եւ ճարպակալումը այնքանով է խանգարում եւ արագացնում, ոնց ասեմ, խորացնում այդ process-ը, որ վիզը նույնպես ճարպակալում է եւ այդ նեղացումը ավելի արտահայտված է դառնում շնչափողի։ Այդ պատճառով առաջինը, որ կարող է ճարպակալումը բերել, դա զարգացնել եւ խորացնել այդ համախտանիշը։ Երբեմն ճարպակալումը լուծելու դեպքում, այսինքն քաշը նվազելու դեպքում, արդեն շնչափողը դառնում է հանցանելի, մարդը շնչում է։ Երկրորդ պատճառը, ինչու է շաքարային դիաբետը բերում անքնության, դա հաճախամիզությունն է։ Մարդը գիշերը պետք է 2-3 անգամ գնա զուգարան։ Եվ բնականաբար ամեն անգամ ընդհատված քունը արդեն դժվար է վերականգնում։ Իսկ ինքը արդեն խանգարված քունը օրգանիզմի համար մեծ ստրես է եւ այդ ստրեսն էլ բերում է շաքարի թվերի բարձրացման։ Այսպիսի արատավոր օղակ է ստացվում, մեկը մյուսին նպաստում եւ խորացնում են։
Որքան հաճախ պետք է չափել արյան շաքարը բժշկուհի, ձեր փորձը ինչ է ցույց տալիս, ինչ են մոռանում հաճախ անել պացիենտները։ Այո, սա իմ համար շատ ակտուալ հարց է, որովհետև պացիենտները մոռանում են, որ իրենց շաքարը չի անցնում։ Շաքարը դա դինամիկ եւ ամբողջ կյանքը ուղեկցող հիվանդություն է, եւ մենք պետք է տիրոջ նման, ինչպես Տերը իր շանը պետք է սանձի ու միշտ սանձած պահի, այդպես էլ դիաբետիկը իր դիաբետին այսպես սանձը վերցնում է ձեռքը եւ երբեք պետք է բաց չթողնի։ Ինչու՞։ Բաց թողելու դեպքում շունը հարձակվում է իր վրա եւ բերում է բարդությունների առաջացման։ Շատ պատկերավոր նկարագրեցիք։ Հիմա ինչ անել, երբ որ բարձր շաքար է, նոր հայտնաբերված կամ դեկոմպենսացիայի շրջան է, շատ հաճախ պետք է չափել ամեն օր առավոտյան եւ ամեն ուտելուց 2 ժամ հետո եւ առաջ։ Շատ կարեւոր է նաեւ շաքարի կոմպենսացիայի համար կերած թվերը ուտելուց 2 ժամ հետո, որովհետև շատ պացիենտներ ունենք, ում թիվը առավոտյան ասենք թե 7 է, դա ընդունելի թիվ է, բայց ուտելուց 2 ժամ հետո բարձրանում է 15, իսկ այդ բարձր թվերը ազդում են անոթների եւ ամբողջ օրգանների վրա եւ բերում բարդությունների առաջացման։ Շատ հաճախ պացիենտները գալիս են առավոտվա թիվը իդեալական, մեր շաքարը լավ է, գլիկեմոգլոբինը բարձր է գալի եւ հասկանում ես, որ կեսօրվա թվերը բարձր են։ Իսկ որpիսի մենք կանխենք բարդությունները, ամբողջ օրվա շաքարի թվերը պետք է նորմալ լինեն։ Ես դրա համար միշտ ասում ժողովուրդ, պացիենտներ ջան, սիրելի բուժարներ, խնդրում եմ եւ առավոտյան եւ կեսօրին։ Հիմա հաճախականության մասին։ Երբ որ այդ ակտիվ շրջանն է, ամեն օր պետք է չափել։ Երբ որ արդեն բերում, կարգավորում ենք առավոտվա թիվը, ասենք 6-7, ցերեկը 8, մաքսիմում 9 ուտելուց հետո համարում ենք, որ կոմպենսացրել ենք, պայմանով որ մարդը չի փոխելու իր կենսակերպը, ստրեսներ չի տանելու, այդ դեպքում գոնե շաբաթը 1-2 անգամ, թե առավոտյան, թե ուտելուց 2 ժամ հետո։ Շատ լավ։ Մետֆորմինը ոսկե ստանդարտ է, բայց հարցնում են, ինչու ինձ չի օգնում։ Շաքարի ցուցանիշները չեն իջնում նույնիսկ բուժման ֆոնին։ Մետֆորմինը անփոխարինելի դեղամիջոց է, որովհետև եզակի դեղամիջոցներից է, որը աշխատում է ինսուլինի ռեզիստենտության վրա, այսինքն բջջի մակարդակով օգնում է, որպեսզի գլյուկոզան մտնի բջջի ներս, ինսուլինի այդ պատնեշը բջիջ ինսուլին կապի, հաղթահարվի։ Սակայն միայն մետֆորմինը ինքը թույլ պրեպարատ է։ Մեծ մաս դեպքերում միայն մետֆորմինը չի օգնելու, նա ինսուլինի արտադրությանը չի նպաստում։ Եւ պետք է, երբ որ մետֆորմինը չի օգնում, մետֆորմինը հիմնականում օգնում է ճարպակալած պացիենտներին եւ թեթև շաքարի ցուցանիշներ ունեցողների, արդեն պետք է ավելացնել երկրորդ, երրորդ դեղորայքը, ասենք դապագլիֆլոիզին, ֆորսիգան կամ DPP4, յանովիա շատ լավ պրեպարատներ են, դա գայդլայնով գնում է։ Եթե դա էլ չի օգնում, արդեն երրորդ պրեպարատը, ինչպես զարկերակային գերճնշման բուժման ընթացքում, այնպես էլ շաքարային դիաբետի մենք գիտենք, որ կոմբինացված պրեպարատներն են լավ օգնում։ Այդ պատճառով մենք շատ լավ գիտենք մեր պրակտիկան, որ մենակ մետֆորմինը այլ անփոխարինելի է, բայց թույլ է։ Եվ իհարկե պետք է ուշադրություն դարձնել կենսակերպին։ Դե կենսակերպը դա առաջին, երբ որ մենք ուղեցույցները նայում ենք, առաջին գիծը ֆիզիկական ակտիվություն եւ սննդակարգ, նոր պրեպարատները եւ պրեպարատներից առաջինը մետֆորմինը եւ մնացածը։ Երբ է անհրաժեշտ սկսել ինսուլինային բուժում եւ արդյոք ինսուլինը նշանակում է արդեն հիվանդության ծանրացում բժշկուհի։ Նախ պետք է ի սկզբանե հասկանանք հիվանդի մոտ կա առաջին թե երկրորդ տիպ։ Մեծահասակների մոտ էլ կարող է շաքարը ընթանալ երկրորդ տիպով եւ դա կոչվում է դանդաղ ընթացող երկրորդ տիպ լադա դիաբետ։ Այն ինձ դիմում են երկու պացիենտ, օրինակ 40 տարեկան։ Մեկի մոտ ստուգում են բոլոր հակամարմինները, երկրորդ տիպ է, մյուսի մոտ առաջին տիպ է, ու մոտ երկրորդ տիպ է սկսում եմ դեղորայքով, մյուսի մոտ սկսում եմ ինսուլինով, որտեղ արդեն ենթաստամոքսային գեղձի նկատմամբ ունենք հակամարմիններ։ Ստեղ ի սկզբանե սկսում ենք ինսուլինով։ Իսկ երբ պետք է երկրորդ տիպի դիաբետիկի մոտ դեղորայքից անցնել ինսուլին, երբ որ հայտնի բոլոր դեղորայքները չեն օգնում, շաքարի մակարդակը բարձր է, այդ դեպքում ավելացնում ենք բուժման ինսուլին։ Եվ երկրորդ հարցին ոչ, եթե ինսուլին ավելացնում ենք, դա չի նշանակում հիվանդության ծանրացում։
Դա նշանակում է, որ այո, դե տարիների ընթացքում մի քիչ գեղձը ենթաստամոքսային հյուծվում է եւ ներսի ինսուլինի արտադրությունը քչանում է, բայց ինսուլին տալու հետևանքով, երբ որ շաքարի թվերը կարգավորվում են, բարդություններ չի լինում։ Դիաբետ բուժելուց մեր խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անենք, որ 10 տարի հետո մեր առջև կանգնի առողջ մարդ, դիաբետիկ առանց բարդությունների։ Մենք այսօր բուժելով դիաբետը կանխում ենք, որ 10-20 տարի հետո նրա մոտ չլինեն բարդություններ, ինչպիսին են ինսուլտ, ինֆարկտ, ոտքերի խնդիրներ, երիկամների խնդիրներ։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին դիմեք մասնագետներին բարդություններից խուսափելու համար։ Մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանի հետ եւ շարունակելով ասենք բժշկուհի միֆ չէ, որ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ բավական հաճախ հանդիպում է վիտամինային դեֆիցիտ։ Ինչու՞։ Դա միֆ չէ, դա իրականություն է, մի քանի պատճառներ կան։ Պատճառներից մեկը դա այն է, որ մարդը հաճախ է միզում եւ միզելու հետ վիտամինների որոշ քանակ դուրս է գալի։ Պատճառներից երկրորդը նա է, որ մեթֆորմինը մեր շատ սիրելի կարող է առաջացնել բետա-2-ի դեֆիցիտ։ Նու սնունդը իհարկե մենք սահմանափակում ենք, բայց մենք վիտամինային հարուստ սնունդ չենք սահմանափակում, այդ պատճառով սննդի պահը ես չեմ կարող այստեղ նշել։ Եվ հաջորդ պատճառը թերևս նա է, որ օրինակ վիտամին D-ն արևիտակ գիտեք, սինթեզում է, բայց քրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ այդ սինթեզը շատ դանդաղ է ընթանում։ Ու այսինքն համարենք հենց ինքը դիաբետը բերում է նրան, որ արևից վիտամին D-ի սինթեզը դժվարանում է։ Ու հիմնական պատճառները սրանք են, այդ պատճառով հորդորում ենք պարտադիր անգամ ինքնուրույն տարին մեկ կարող են դիաբետիկները ընդունել վիտամինային կոմպլեքսներ, ձմռան ամիսներին անպայման վիտամին D, բետա-2-ը կարելի է կոմպլեքսով տարին մեկ նշանակել, կարելի է նաև ստուգել եւ անպայման այս առումով նույնպես ուշադիր լինել, որովհետեւ երբ որ բարդությունները զարգանում են, օրինակ նեյրոպաթիաները ոտքերի, պետք է տարբերակենք դա դիաբետից, նյարդաթելերի ախտահարման արդյունք է, թե վիտամինոդեֆիցիտի, կալցիումի արդյունք է եւ բուժումը իրականացնելու ժամանակ կոմպլեքսային մոտեցում ենք դրսևորում։ Բժշկուհի, հնարավոր է կանխել դիաբետը։ Ինչպես ճանաչել վտանգը։ Առաջին տիպի դիաբետիկների մոտ մի փոքր դժվար է, քանի որ դա աուտոիմուն հիվանդություն է։ Իհարկե, ասում են ստրեսները կապ ունի, դե հնարավորինս ստրեսներ մնան։ Իսկ ստրեսներից զերծ մնան։ Իսկ երկրորդ տիպը, քանի որ բացի գենետիկան, իհարկե գենետիկան միշտ կարևոր դեր է խաղում պատճառագիտության մեջ, այս նշեցի, որ հիմնական հիպոդինամիան է եւ շատակերությունը, ավելուտել։ Այո, եթե մարդը հետևում է իր սննդակարգին, քաշին, ամեն ինչ անում է, որ քաշը չավելանա, հավանականությունը շատ փոքր է, որ նա կունենա շաքարային դիաբետ, բայց իհարկե 100%-ով չենք կարող կանխել, բայց մեծ տոկոս դեպքերում դա ստացվում է։ Իսկ ինչպես իմանալ, որ մարդը նախադիաբետի փուլում է եւ ունենք հարց նախադիաբետի փուլում շաքարս 6.5 է։ Ինչ անել։ Ես ասացի, որ սա դինամիկ process է։ Ճարպակալումից սկսած կարանք արդեն դիտարկենք, որ շաքարի սերմերը գծված են, հա։ Հետո այդ ճարպակալումը բերում է նախադիաբետի, նախադիաբետը շատ հանգիստ 1 տարի հետո կարող է վերածվել ակնհայտ դիաբետի։ 6.5-ը կանխում ենք դիետա, ֆիզիկական ակտիվություն, միգուցե մեթֆորմին, միգուցե այդ նիհարացնող Մոնջարո, Օզեմպիկ պրեպարատները քաշը նվազում են եւ թույլ չեն տալի, որ process-ը խորանա։ Process-ը հետ ենք տանում, այսինքն մենք այստեղ ենք կանգնած, հետ տանենք, չկանխենք process-ը, առաջ կգնանք։ Իսկ առաջ գնալու դեպքում գնանք սկիզբ, առաջ գնալու դեպքում նույն համարյա միջոցառումները, էլի դիետա, ֆիզիկական ակտիվություն, բայց արդեն շաքարային դիաբետ ախտորոշումը դնելուց հետո անդառնալի է կանխումը։ Պետք է կանխարգելել նախադիաբետի փուլում։ Նու անդառնալին մի քիչ կոպիտ ասած է, որովհետև եթե մարդը ճարպակալած է, շատ ճարպակալած է, դեռ ռեզերվ ունի, նիհարելու դեպքում կարող է միայն դիետա, ֆիզիկական ակտիվությամբ թվերը նորմալ պահել եւ նրանք համարում են, որ անցավ դիաբետը, բայց իրականում process-ը հետ տարանք, ասենց պատկերացուր ասենք, այսինքն հասկացաք, առաջին փուլ, երկրորդ փուլ, առաջին փուլը ճարպակալում, երկրորդը նախադիաբետ, երրորդը դիաբետ։ Մենք գնում ենք ճարպակալում, հետ ենք գնում, այսպես ասած։ Առաջին փուլ ենք մտնում։ Բայց հնարավոր է ապրել դիաբետի հետ լիարժեք կյանքով։
Դա այո, դրան ենք ձգտում, որ մարդը համարի, որ այո, կա դիաբետը, դա իր ապրելակերպը։ Իմիջիայլոց դիաբետիկների սնունդը պետք է մենք բոլորս այդպես սնվենք, դա առողջ, լավ սննդակարգ է, մարզվի, մենք բոլորս պետք է մարզենք, ինչու՞ չէ։ Այո։ Եվ իհարկե այնտեղ լրացուցիչ դեղորայքների ընդունում, ինչու է դա պետք, ասեցի բարդությունները ուղիղ կապված են գլյուկոզայի բարձր թվերի հետ, որպեսզի գլյուկոզայի թվերը ցածր լինեն, բարդություն չլինի, մարդը հանգիստ լիարժեք կյանքով ապրի։ Վերջում բլից հարցեր, բարձենք շաքարային դիաբետի շուրջ պտտվող միֆերը իրականությունից, կարող եմ երբեմն քաղցր ուտել։ Իրականում ցանկալի է ոչ, որովհետև ամեն դեպքում ամեն կերած քաղցրը բերելու է բարձր մակարդակի շաքարը, դա կապվելու է անոթների հետ եւ մի փոքր մենք հաշվենք բարդությունը լինելու, ցանկալի է ոչ։ Մեղրը շաքարից անվտանգ է։ Համեմատած այո, բայց էլի զգուշությամբ է պետք ուտել, այնտեղ կա գլյուկոզայի մեծ պարունակություն։ Սթրեսը կարող է բարձրացնել շաքարը։ Միանշանակ։ Ֆիզիկական ակտիվությունը որ տեսակն է լավագույնը։ Լավագույնը ոչ շատ ակտիվ տեսակը, միջին եւ թեթև, որովհետեւ շատ ակտիվն էլ կարող է գցել շաքարի մակարդակը, դա էլ իր վտանգները ունի։ Հիմնականում քայլքը, հեծանիվը եւ թեթև մարմնամարզությունը։ Դիաբետը բուժվում է։ Նո, հիմնականում ոչ, բայց ասեցի, կարող ենք ճարպակալումը իջեցնելու հետևանքով, շնորհիվ, ուղղակի դեղորայք չօգտագործել, համարելով, որ բուժված է, բայց այսպես process-ը մի փոքր դանդաղում ենք։ Այո։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր եւ կարեւոր ինֆորմացիայի համար։ Այնպես։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանի հետ։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը։ Մենք հասկացանք, որ շաքարային դիաբետը միայն շաքարի թվերը չեն։ Այն փոխկապակցված է մեր կենսակերպի եւ ընդհանուր առողջական վիճակի հետ։ Հետևաբար, որքան շուտ հետազոտվեք եւ բարձեք խնդիրը, այնքան արագ կխուսափեք բարդություններից։ Հետևեք մեր հաղորդումներին, բաժանորդագրվեք առողջության մասին կարեւոր ինֆորմացիան բաց չթողնելու համար։ Վերջում շնորհակալություն Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղին։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։